Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ։ Ընդդիմությունը փոխաջակցության դաշինքի կարիք ունի։ Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունը ապացուցեց մեկ գերքաղաքական եւ քաղաքականացված հանգամանք։ Փաշինյանը շատ ավելի լուրջ եւ շատ ավելի օպերատիվ վերաբերվեց իր իշխանության նկատմամբ վտանգի պոտենցիալ ունեցող գործընթացի կասեցմանը եւ իր թիմակիցների հնարավոր գայթակղությունների բացառմանը, քան ընդդիմությունը։ Փաշինյանի իշխանության նկատմամբ վտանգի պոտենցիալի գործնական մեծացմանը եւ նրա թիմակիցների գայթակղությունների հողի վրա խորացմանն ու բավարարմանը։ Այլոց, եթե դիրքերը քիչ թե շատ ամուր լինեն, լեգիտիմությունը միջին, իսկ սեփական իշխանությունն էլ գոնե կայուն, Դավիթի նկատմամբ եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ այսպիսի կտրուկ եւ բիրտ գործողություններ չէր գնա, որովհետեւ վստահ կլիներ թե սեփական թիմի կայունության վրա, թե ուժային համակարգի ամրության եւ հավատարմության, եւ թե իր համակարգի կայունության վրա։ Լավորից չէ, որ յուրաքանչյուր մարտահրավեր բնում է խեղդում։ Լավորի որ լիներ, կօգտագործեր մարտահրավերը քաղաքական հմտությամբ ու բազմաքայլությամբ իր համակարգի թիմի խոտանները վերհանելու եւ չեզոքացնելու համար։ Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է։ Հետգրություն։ Ազատագրում Դավիթին, ներկա ու ապագա բոլոր քաղբանտարկյալներին։ Դա միայն ժամանակի հարց չէ, այլ նաեւ քաղաքական ջանքի հարց։ Ընդդիմությունը փոխաջակցության դաշինքի ընկալում պետք է ունենա։ Հակառակ դեպքում անունները կվերածվեն թվերի։ Ընդունենք սա որպես օրինակ։